Մարտի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է որպես անտառների միջազգային օր, իսկ 2021 թվականից Հայաստանի կառավարության որոշման համաձայն մարտի 21-ը նշվում է նաև որպես անտառագետի օր։ Հայ անտառ ՊՕԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը ներկայացրել է, թե օրվա կապակցությամբ միջազգային հանրությունն ինչ խորհուրդ է ընտրել։ Այս տարվա խորհուրդը, որ հաստատված է նաև միջազգային կառույցների կողմից, անվանվում է անտառներ եւ սնունդ, այսինքն դրանով փորձ է արվում շեշտադրումը կատարել դեպի անտառից հնարավոր ստացվող նաև սննդին, որը որ ունի ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ սոցիալական եւ տնտեսական շատ կարևոր նշանակություն։ Հայ անտառի գործունեության շրջանակներում իրականացվում է անտառների վերականգնման գործընթաց, անտառապատման աշխատանքներ, անտառօգտագործման, կողմնակի անտառօգտագործման գործառույթներ։ Անտառապատման մասով նախորդ 3 տարիների ընթացքում 2022-24 թվականների ընթացքում իրականացրել ենք շուրջ 760 հեկտար անտառային հողերում, բացառապես մեր լիազորության տակ գտնվող անտառային հողերում անտառապատման եւ անտառ վերականգնման աշխատանքներ, տնկելով շուրջ 2 միլիոն սերմնաբուսակ։ Մարկոսյանը բնության պետական թանգարանում դպրոցահասակներին է ներկայացրել սերմնաբուսակ տնկելու ամբողջ ընթացքը։ Այնուհետև լցնելուց հետո մենք իրեն շատ լավ խոնավացնում ենք, լավ թրջում ենք։ Տնկիների կպչողականությունն էլ ըստ մարզերում առկա կլիմայական պայմանների տատանվում է 50-ից 70-ի սահմաններում։ Ինչ վերաբերում է կողմնակի անտառօգտագործմանը, ապա 2023 թվականից հյուսիսից հարավ զարկ են տվել մեղվաբուծության զարգացմանը։ Արդեն ունենք ձեռք բերած շուրջ այս պահին 110 մեղվանտանիքներ, որոնցից ստացել ենք մեղր, անարատ անտառային մեղր իմիջիայլոց եւ ունենք նաեւ դրանք արդեն փաթեթավորված եւ հասանելի խանութներում, որոշակի սուպերմարկետներում դրանք արդեն վաճառքի դրված են։ Ունենք այս պահի դրությամբ Արագածոտնի եւ Վայոց ձորի մարզերում արտադրվող մեղրը, որը որ դրված է վաճառքի։ Պլանավորում ենք տնտեսություններում, որտեղ որ կզբաղվենք մեղվապահությամբ, այն հասցնել մինչև 5 տնտեսությունների մեղվանտանիքների քանակը տարեստարի ավելացնելով, հասցնելով շատ մի քանի անգամ ավելի բարձր քանակների։ Մարկոսյանի խոսքով միջազգային շուկա դուրս գալու վերաբերյալ եւս քննարկումներ են ընթանում, բայց դա հնարավոր կլինի իրականացնել միայն անհրաժեշտ ծավալները ստանալուց հետո։ Դարկում ենք նաեւ մեր անարատ մաքուր մեղրը, որը նաեւ փորձաքննություններ է անցել եւ ունի բոլոր տեսակի ստանդարտների համապատասխանության վերաբերյալ իր սերտիֆիկատները, դիտարկում ենք նաեւ ժամանակի ընթառաջ, միջազգային գործընկերների հետ համատեղ քննարկելով ստանալ նաև բոլոր թույլտվությունները եւ այո, դիտում ենք նաև ինչու՞ չէ 1-2 տարի հետո նաև դեպի ճանապարհ եվրոպական շուկա։ Հայաստանում անտառապատ տարածքների գերակշռ մասը գտնվում է Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում, եւ ՊՕԱԿ-ն անտառապատման աշխատանքների հիմնական մասն իրականացնում է հենց այս մարզերում։ Լոռու մարզում մեզ մոտ աչքի են ընկնում հիմնականում անտառապատման աշխատանքներով Վանաձորի, Տաշիրի, Ստեփանավանի անտառտնտեսություն մասնաճյուղերը, իսկ հարավային հատվածում արդեն Սիսիանի, Գորիսի եւ Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղերի հսկողության կառավարման տակ գտնող անտառային հողերը։ Մարկոսյանը նաև տեղեկացրել է, որ անտառապատման աշխատանքներին հաջորդող 8 տարիներին տնկիների ամբողջ խնամքով զբաղվում է ՊՕԱԿ-ը, որից հետո դրանք գույքագրվում են եւ կարգավիճակով պայմանավորված տեղափոխվում անտառային շարք։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։